Վաղը բոլորս ներկայանում ենք մեր գրականության մեծերի կերպարներով։ Ընկեր Հարությունյան, բայց մենք որտեղից իմանանք ինչ տեսք են ունեցել մեր գրողները։ Ձեր գրականության գրքերը ձեզ կօգնեն։ Այնտեղ բոլորի նկարները կգտնենք, երեխեք ջան։ Խնդրում եմ, պատրաստվում ենք, կոզ, պատրաստ միասին գալիս ենք, հա։ Այո։ Եղավ։ Դե գնացինք։ Ով է մեր հաջորդը։ Փաստորեն Մեսրոպիկը եկել է Մաշտոցի կերպարով, իսկ ով է քո կողքինը։ Նա իմ փոքրիկ եղբայր Կորյունիկն է։ Ֆուխոպրեք իմ տողոներ, նստեք։ Հաջորդը։ Ընկեր Հարությունյան, հաջորդը Խչոնա։ Իսկ ինչի ներս չի մտնում։ Ինքը չի եկել, չի էլ գալու։ Այսինքն, ես ասում եմ հայ մեծ գրողների կերպարներով ներկայացեք, այդ սրիկան ուղակի չի գալիս։ Ընկեր Հարությունյան, մի վիրավորեք մեր մեծ ընկերող Խաչատուր Աբովյանին։ Այսինքն, Դե Խչոն մարմնավորել է Խաչատուր Աբովյանին ու անհետ կորել է։ ախ այդպես։ Ուրեմն խաչքին փոխանցեք, որ իր գնահատականն էլ հենց նոր անհետ կորավ։ Հաջորդը։ Վահան Տերյան։ Ճիշտ եք, ես Վահան Տերյանն եմ։ Իմ աշունիկ տղա, նստի, օպրես, շոտ լավ էր։ Հաջորդը։ Հարութի։ Էս ինչ հայ տղա, դու ինձ լրիվ ձեռ ես առնում։ Ընկեր Հարությունյան, բայց ինչի եք ջղայնանում, դուք չէիք ասել գրքերից նայենք ու կերպարներով գայինք, ես էլ եկել եմ Պարուշ Սևակի կերպարով։ Նման չի։ Լսի դու հիմնար ես, ես ասել Պարուշ Սևակ եմ բերում, խոտ, հողոստիկ դու մեր